Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան խոհանոցն է, շատ շնորհակալ եմ, որ հետևում եք մեր հաղորդումները, շատ ուրախ եմ, որ ձեր անմիջական մասնակցությունն եք բերում, այսինքն ձեր խորհուրդներով, ձեր առաջարկներով օգնում եք, որ մեր հաղորդումները դառնան ել ավելի բովանդակալից։ Հարգելի հեռուստադիտողներ, շարունակում ենք ձեզ ներկայացնել ուտեստներ մեր ազգային աշխարհի ամենահամեղ, ամենաբազմազան եւ ամենաարևաբույր հայոց ազգային խոհանոցից։ Բարեկամներ, այսօր պատրաստվելիք ուտեստը կաթնապուր է եւ կաթնապուրի մեկ տարբերակ, բազմաթիվ տարբերակներից մեկն ենք այսօր ընտրել եւ ուտեստը համարվում է Սյունիքին բնորոշ կաթնապուր, բաղադրությունը հետեւյալն է։ Օգտագործելու ենք բնականաբար հիմնական մթերքը կաթ, կարագ, ալյուր եւ ձվի դեղնուց։ Պատրաստման եղանակը հետեւյալն է։ Նաեւ կարտոֆիլ, ներողություն։ Կարտոֆիլը խոշոր կտորներով պիտի խաշենք, այնուհետև տրորենք, ջուրը հիմա լցնենք։ Թույլ աղա ջրի մեջ։ Կարտոֆիլը կխաշենք։ Հիմա մեզանից կպահանջվի ուղիղ 10 րոպե, որպեսզի կարտոֆիլը խաշվի, այնուհետև կարտոֆիլը կտրորենք, կխառնենք կաթով եռա եւ վերջում կհամեմենք ձվի դեղնուցը կարագով խառնած։ Կսպասենք 10 րոպե, այնուհետև կշարունակենք մեր ուտեստը։ Բարեկամներ, 10 րոպեն անցավ, տեսնենք։ Կարտոֆիլն արդեն պատրաստ է։ Հիմա տրորում ենք կարտոֆիլը։ Տեսեք, թե ինչքան բազմազան է կաթով պատրաստող ապուրները մեր խոհանոցում։ Խոստովանեք, որ բոլորին ծանոթ չեք դեռ։ Տրորեցինք։ Հիմա կհամտեսենք։ Մի քիչ ավելացնենք եւ խառնելով ավելացնենք նաեւ կաթը։ Այսպես ահա, սկսեց եռալ, տակը մի քիչ քիչեցնենք, ինքը իր եռա եւ մենք ձվի դեղնուցը կհարենք թույլ կարագով կարող ենք մի քիչ նաև սամիտ հարել։ Սամիտ ավելացնենք կարագին եւ ձվի դեղնուցին եւ խառնենք։ Հիմա այս ամբողջը կբացենք նորից կաթի այս խաշուկով եւ կավելացնենք ապուրին։ Եվ ստացանք կաթնապուր նորից, բարեկամներ նորից հիշեցնեմ պատրաստման եղանակը, խաշեցինք կարտոֆիլը, այնուհետև ծեծեցինք հենց իր ջրի մեջ, ավելացրինք կաթ
երման աստիճան հասցնելով, մի քիչ համեմեցինք աղով, այնուհետև խաշված ձուն եւ թույլ կարագը սամիթի հետ խառնեցինք եւ ավելացրինք ապուրին։ Վերջ ապուրը պատրաստ է արդեն։ Շատ հասկանալի եւ շատ թեթև։ Կարծում եմ հատկապես փոքրիկ բալիկ ունեցող մեր նոր երիտասարդ մայրերին արժե, որ այս բաղադրատոմսը միշտ ունենան, այստեղ կա շատ վիտամիններ, այստեղ կա շատ սպիտակուցներ, այնինչ երեխային հարկավոր է։ Մատուց է չմոռանանք, որ ուտեստը կատնապուր է Սյունիքի եղանակով։ Ահա բարեկամներ, այս բացառիկ օգտակար ապուրն էր, որ մենք միասին պատրաստեցինք։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա համար այսքանը, շատ շնորհակալ եմ, որ համբերատար ընդգրկեցիք մեր հաղորդումը, շատ շնորհակալ եմ, որ նաև եթե նկատում եք որոշ առաջարկներ, որոշ խորհուրդներ, չեք զլանում եւ զանգահարում եք։ Հարգելի հեռուստադիտողներ, ուզում եմ, որ մենք միշտ հանդիպենք եւ այդ հանդիպումները լինեն արդյունավետ, արդյունքը լինի այն, որ մենք դառնանք ել ավելի առողջ, ել ավելի երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Հարգելի հեռուստադիտողներ, բաղադրատոմսը վերցրել էինք Լևոն Ղազարյանի խմբագրած գրքից, որը կոչվում է Հայոց ավանդական եւ նորագույն խոհանոց։ Ստեսյուն բարեկամներ։ Կատնապուր, կաթ 100 գրամ, կարագ 50 գրամ, ալյուր 1 ճաշի գդալ, ձվի դեղնուց 2 հատ, կարտոֆիլ 200 գրամ, սամիտ, աղ, պղպեղ։ Բարեխորժակ։